Բարի երեկո, հարգելի ներկաներ, թիմակիցներ, ընկերներ։ Ուրախ եմ բոլորիդ ողջունել Առաջարկ Հայաստանին ծրագրի և թիմի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը։ Այսօր մենք ամփոփելու ենք ամիսներ շարունակ մեր թիմի իրականացրած աշխատանքները, որոնցում ներգրաված են եղել տարբեր ոլորտների հարյուրավոր հեղինակավոր մասնագետներ և մեր հազարավոր հայրենակիցներ։ Ինչպես գիտեք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Նախ բոլոր ներկաներին տեղեկացնեմ, որ քիչ առաջ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվել է կուսակցության նոր քաղաքական խորհուրդը, հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների առաջին 3 տասնյակը և իհարկե տեղի է ունեցել կուսակցության նախագահի ընտրություն։ Եվ այսպես, սիրելի ներկաներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարի բոլոր անդամների քվեարկությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ է վերընտրվել Գագիկ Ծառուկյանը։ Շնորհավորում ենք, պարոն Ծառուկյան, մաղթում ենք արդյունավետ ու արգասաբեր աշխատանք ի բարօրություն և ի բարգավաճում Հայաստանի Հանրապետության։ Այժմ անցնենք Առաջարկ Հայաստանին ծրագրի շնորհանդեսին։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը հստակ ճանապարհային քարտեզ է, ուղղված մեր երկրի զարգացմանն ու ուժեղացմանը։ Սա միասնական աշխատանքի արդյունք է, որի հիմքում վստահությունն ու պատասխանատվությունն են մեր երկրի ապագայի հանդեպ։ Առաջին ելույթի համար խոսքը փոխանցում եմ Առաջարկ Հայաստանին ծրագրի համակարգող խորհրդի անդամ, արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Արա Այվազյանին։